Մերոնք գետեմ կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Մեր ծրագրի գործընկերը Fast Bank-ն է, շնորհակալություն Fast Bank-ին։ Իդեպ օգտատերերից մեկը գրում էր, կարծես թե ասում էր, այդ Fast Bank-ը Ռոբերտ Քոչարյանինն է։ Ասեմ մի գիտություն ձեզ, իմ շունը եթե կապ ունենա Ռոբերտ Քոչարյանին ու նրա տիպ մարդկանց հետ, պոչը կկտրեմ։ Բավական է չարախոսեք։ Բոլորդ գիտեք իմ սկզբունքները, ովքեր ինձ գիտեն։ Այդ չարախոսությունը ոչ միտեղ չի տանում եւ չի տանելու։ Բայց ինչ ասեմ, ասում եմ ես երկու ձեռք ունեմ, երկու բերան կարող եմ փակել, այն մնացածի բերանը փակել չեմ պատրաստվում։ Հայհոյողների մայրերին էլ իմ հարգանքները։ Ցավում եմ, որ ժամանակին ձեր հետ գործ եմ ունեցել, ձեր լակոտները շատ վատն են։ Ինչևէ, ընտրություններին ընթരാճ շարունակվում է, այսպես ասած, մեկը մյուսի մասին խոսելը։ Ասեմ բոլորիդ, որ հիասթափեք, ովքեր մտածում եք, որ Նիկոլ Փաշինյանին պիտի կարողանաք հաղթել, չեք կարողանալու։ Նիկոլ Փաշինյանը հաղթելու է այս ընտրություններում, հաղթելու է շատ հանգիստ, եւ պատճառը մեկն է։ Սամվել Կարապետյան, Ռոբիկ Քոչարյան, Դաշնակ Պարագլուխներ, Գագիկ Ծառուկյան, դուք բոլորդ ագահ, ընչաքաղց, մեջ ուտող կողք մանեկող մարդիկ եք եղել, մարդ կուսակցություններ եք եղել, դուք թքած եք ունեցել ժողովրդի տեսակի վրա, ժողովրդի հոգու մեջ, անկախ նրանից մեկըդ Քրիստոսի արձան եք ցիցանում, մյուսըդ, չգիտեմ, խոսում եք մեծ բարերար ու բարեգործ լինելուց, դուք բոլորդ պղծել եք այս ժողովրդի հավատը, նախ խաբել եք տարիներ շարունակ, նախ ընտրություններում միայն տարել եք մի քանի կոպեկ եք տվել, իդեպ Սամվել Կարապետյանի բաժին մի բան պատմեմ, ասում են Լոռիում Ստեփանավանի կողմերն է եղել, երբ գալիս են ու ասում, որ մի բիձուն ասում են, պայմանական անուն է, ինչ-որ գյուղում ասում են, այ Հանես բիձա, հսա ես կանանչ տսնանոցը $10 քեզ եմ տալիս, աղբորս կընտրես։ Այս բիձեն, Հանես բիձեն, այսպես ասած, ասում է, բալամ, հարց չկա, բայց քեզ մի բան հարցնեմ, էլի, որ մի սիրուն օղլուշաղ էլի, այսինքն գեղեցիկ կին, աղջիկ, չգիտեմ, ինչ դար փող կծախսես։ Այս կանանչ տսնանոց առաջարկողը ասում է, որ պետք է լի $10,000 էլ կծախսեմ։ Ասում է, բան մատաղեմ, նրան ծոցը մի հետ տիս մտնի $10,000 տիս տալ, մեր ծոցը 5 տարի, բահել է ես $10 ես տալիս։ Այս տրամաբանությամբ դուք տարիներ շարունակ ընտրել ու ընտրվել եք։ Այս տրամաբանությամբ Դաշնակ Պարագլուխները, երեք գեղամներ, չգիտեմ, Պետրոսի հյուրը, խայտարակություն, կարիկատուրա, ծաղրացություն։ Այս ծաղրացուների տրամաբանությամբ մարդկանց խաբել եք տարիներ շարունակ։ Հիմա որ ասեմ Նիկոլը չի խաբում, ծիծաղելի կլինի, բայց Նիկոլը լինելով խորամանկ մարդ գիտի, թե ինչպես բավարարի մարդկանց պահանջները, գոնե այն աստիճան, որ իրեն վստահեն։ Ինչ արեց Նիկոլը։ Տարիներ առաջ մի օր այդ Արյան ինստիտուտ կա, չգիտեմ, նոր ինչ-որ կազմում, 8-րդ հիվանդանոցի հարևանությամբ, տարիքով թոշակառու կնոջը, այսպես, անձնագիրը տվել է, պիտի Արյան անալիզներ տան, ասում են, դե 60,000 դրամ պիտի վճարեք, կողքից հարցնում եմ, ասում եմ, բա որ թոշակառու է, ասում եմ, դե մենք ինչ կարող ենք անել, ոչ մի բան, տարիներ շարունակ այդ թոշակառուներն ու այդ ժողովուրդը, քիչ էր որ ընտրություններում խաբում էիք, քիչ էր որ ստորացնում էիք, քիչ էր որ թաղի լակոտներն ու բաշի բոզուկները ընտրություն էին կեղծում, նաև այդ մարդիկ իրենց բուժվելու համար ստիպված էին աչից ձախից փող մուրալ։ Այդ Նիկոլը լինելով խորամանկ, այդ հարցը լուծեց։ Բոլոր թոշակառուների աչքը լույս է եկել։ Այսինքն իր մի քանի 100,000 ձայնը ապահովեց։ Հիմա դուք ուզում եք դրա անունը ընտրական հնարք դրեք, նախընտրական դրեք, ինչ եք ուզում ասեք, հա մարդ ասում է, այն մարդ աչքս կարացի վիրահատեմ, չէի տեսնում, բայց գնում էի վիրահատելու, փեշով փող էին ուզում։
Այդ դուք տարիներ շարունակ լափեցիք ամեն ինչ ստորաբար, ձեր լակոտներին դարձրեցիք միլիարդատեր ու միլիոնատեր, ձեր հարցներին բիզնեսմեն ու չգիտեմ ինչ esmen, ժողովրդին ում հաշվին լափում էիք այդքան թողեցիք։ Նիկոլը այն խորամանկն է, որ այս խնդիրը լուծեց։ Իսկ դա նաև նշանակում է ապահովագրեց իրեն ընտրողների X քանակը։ Դա Նիկոլի գեղցի լինելուց բան չի պակասեցնում։ Պարզապես երբ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ այ տեսեք ժողովուրդ, ծովում նավակը, եթե քամուն հակառակ գնա, խնդիրը կլինի, պետք է պետությունը տանել այսպես, այս քամու ուղղությամբ եւ այլն, այո, հարցրեք բոլոր այն ժամանակի պաշտոնյաներից, սկսած Գագիկ Ջահանգիրանից, կասեն, թե ինչ հմտությամբ էր Նիկոլ Փաշինյանը պահում իր թերթը։ Ճակերտների մեջ, ինչպիսի ձեռքբերումներ ունեցավ։ Բոլոր գործարարները եւ բոլոր պետական պաշտոնյաները այդ մասին գիտեն։ Կարող են բարձրաձայնել ինչ հմուտ էր Նիկոլը։ Հիմա նույն հմտությամբ այս մարդը բերում է եւ աստիճանաբար, չգիտեմ, 10,000 դրամ թոշակ ավելացնում։ Ով է ասում, որ դա արժեք չունի։ Ունի։ Այդ ձեր տեսակի համար արժեք չունի, մարդկանց համար արժեք ունի։ Եվ Նիկոլը այստեղ շահեկան է։ Դուք լինելով պետության ղեկին, պետությունը պղծեցիք, Նիկոլը լինելով պետության ղեկին, ձեր պղծածի արդյունքում, նաև իր փառամոլության ու փառասիրության արդյունքում մենք կորուստներ ունեցանք, ամենաթանկը կորցրեցինք եւ արժանապատվություններս տրորված ապրում ենք, բայց նաեւ ինչ որ դռներ է բացում, որպեսզի եւ ինքը ընտրվի եւ այդ մարդիկ իրենց լավը զգան։ Դուք մեռել եք։ Ավելին ասեմ, Սամվել Կարապետյանի կողքը ինչ որ հրեա գեներալ է հայտնվել, ինչ է արել, չգիտեմ։ Որոշները գովում են, այս ինչ հետա խույզեր, այ խույզեր։ Հրեան ունի մի առավելություն։ Նրա համար իր երկիրը ամեն ինչ է։ Կգա կծառայի Հայաստանում, բայց Հայաստանի մասին տեղեկատվություն հայտնելը, այն ինչ որ այսքան տարի արել են հրեայի, ուզածը հրեայի համար իրենից թանկ է։ Իր երկրի անվտանգությունն է պնդացնում։ Դուք ինչ արեցիք։ Քանի գեներալ ունեիք, գնացին իրենց լակոտները Թբիլիսիում նարկոտիկով բռնվեցին, դարձան տրվեցին ադրբեջանցիքին, գեներալները գնացին, դարձան Ադրբեջանի գործակալ կամ Թուրքիայի։ Ձեր ժամանակ էս են արել, Նիկոլ ուտիչն էլ այսպես է անում։ Ինքը իրեն ավելի շահեկան է պահում։ Ինչ վերաբերում է այն գեղցիությանը, որ Նիկոլ Փաշինյանը օրու մեջ ցուցադրում է, իդեպ գեղցի բառը ամենևին գյուղացի չի նշանակում։ Գեղցին այն չտեսն է, որ բոլորս գիտենք ինչ է իրենից ներկայացնում։ Մանիպուլյացիա չանեք, թե վայ դու գյուղացի հինակահաղացի չէ, գեղցին, դա տնգետն է, դա քաղքենին է։ Դա չի տեսել պատին կախ, տեսել է ճակատին կախն է։ Իհարկե ինձ համար ամոթ է, ինձ համար եւ բոլոր նորմալ բանական մարդկանց համար, երբ մարդը այնքան տգետ է, որ երկու չինական փայտիկ է վերցնում, մի հատ էլ հայկական սիբեղ, այդ ամանից այդ փայտիկով կողում ռեխը ղրտ եւ դա ցուցադրում։ Դա Նիկոլ Փաշինյանի կերպարն է։ Այս կերպարը ցավալիորեն տեղ ունի մեր հանրության մեջ, քանզի այն ովքեր որ տարիներ շարունակ երկրում ղեկավար էին, փորում գազեր բաց թողող էին, հասկացողը հասկացավ ինչ եմ ասում։ Նրանց ղրճացնելը չէր երևում, բայց շատ ավելի անասուն էին, ուտում էին երկիրը փսսալով, թքած ունենալով ամեն ինչի վրա։ Սա էլ գեղցի է, երեխա է, հանկարծ կարա ուտելուց նկարվի, ղրճացնի, ուրախանում է։ Այսինքն
Ես որ ասում եմ վատի ու վատագույնի միջև են կընտրելու, սա է իրականությունը։ Եվ սա մեզ մի օր այս պահին Նիկոլը էլի կհաջողի, հետագան ցույց կտա, ինչ կլինի։ Այնուամենայնիվ միշտ երեխան պիտի ծնողից օրինակ վերցնի։ Իշխանություն կոչվածը, ղեկավար կոչվածը, հենց այդ ծնողն է փոխաբերական իմաստով պետության համար։ Եվ եթե տեսնեք, որ որոշ երեխեք անասնաբար կրծելով կամ ժողովուրդը ինչ որ մի հատված գնում է ղրճացնելով նկարվելուն, իմացեք, դա գալիս է Նիկոլի ղրճացնելուց։ Վատ է, բայց այդ ղրճոցն էլ կկտրվի միշտ ինչ որ փուլային տարբերակ է, ոչ թե Նիկոլի, այլ այդ տեսակից մի օր կազատվենք։ Բայց հիմա չեք ազատվելու։ Հիմա այս խնդիրը արդիական է։ Այս խնդիրը ժողովուրդը հոգնեց, զզվեց խաբեբայությունից, իր զավակին ուղարկեց բանակ, իր զավակին զոհ տվեց, բայց այնինչ թանկեր, այն հանուն ինչի մարդիկ պատրաստ էին զրկանքների, հետո պարզվեց, որ դա պարզապես խաղ է եղել։ Պարզվեց, որ մեր թիկունքում այսօրվա ընտրվել ցանկացողները ամեն ինչ արել են, որ հանձնեն Արցախը, ու որպեսզի իրենց անունով չլինի, գցեցին ուտիչի գրպանը, որ ուտիչ Նիկոլը կրծելով հանձնի, ուրիշ տարբերակ չկար, ուղղակի իրենք չհանձնեցին, իրենց լեզվով ասած պալոշ չէր։ Ինչ վերաբերում է Նիկոլի մյուս պահվածքին, արդեն երեխան, այսպես ասած, որոշել է խառոշի գնալ։ Թիմում է Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, չգիտեմ, ինչ էր, Քոչարյանը, Ռոբերտն ասում էր, արա, դա լավ է Նիկոլ, ենթամշակույթի մեջ ես մտնում։ Մի վռազի, կգա, քո ժամանակն էլ կգա, դու էլ արագ ասես, համբերություն ունեցիր, հլա դեռ գեղի փոշին մաքի, հլա կրծի, կեր, ծամի։ Այս դառն իրականություն ունենք ժողովուրդ։ Հավատացեք ինձ։ Հրաչյա Աճարյանը Մանուկ Աբեղյանին չներեց։ Ինչու՞։ Ժամանակին բոլշևիկները առաջարկեցին անցնել լատինատար հայերենի, քանզի խորհրդային միությունը մի մեծ եղբայրական հայրենիք էր, ինչպես ասում էին։ Եվ մի Պավել Մակինցյան անունով լուրջ ժողկոմ ունեինք, նա էր առաջարկել, առաջարկը կամ պնդումը իհարկե գալիս էր Կրեմլից, արևմտահայության եւ արևահայության միջև սեպ խրելուց եւ այլն, եւ Մանուկ Աբեղյանը ժամանակակից հայոց լեզվի կնքահայրն է, բայց Հրաչյա Աճարյանը չներեց Մանուկ Աբեղյանին։ Հրաչյա Աճարյանը դատապարտվեց, նստեց, դուրս եկավ, բայց գիտուն էր, դիմացը խաղ չկար, այսպես ասած։ Եվ երբ Մանուկ Աբեղյանը մահանում էր, մահամերձ էր, մեկ էլ տեսան Հրաչյա Աճարյանը գալիս է Մանուկ Աբեղյանին այցի։ Բոլորը իրենց հոգու խորքում կամ կիսաբարձրաձայն կամ մեկը մյուսին շշնջացին, բոլոր դեպքերում ներեց։ Բայց Հրաչյա Աճարյանը եկավ, մոտեցավ Մանուկ Աբեղյանին ու ասաց. Մանուկ, մեռնում ես, որ երթաս հոն, Մաշտոցին ինչ պատասխան ես տալու հայոց քերականությունը պղծելու համար։ Նիկոլ Փաշինյանը պղծողների հետ հայոց քերականությունը պատտվում է մարզելու։ Տիգրան Ավինյանի հայրը համբալ էր ասում Օպելի վարորդներին։ Հիմա քո տղան ինչ է։ Ձևակերպումը դուք տվեք, երբ փողոցում հայոց լեզուն ուղղագրությունը խախտվում է։ Քու տղայի հովանավորությամբ եւ իբր մի գեղցի էլ դա է սկզբունք ունի, պրինցիպ են ընկել, ապե պետք է կեղտը մնա փողոցում, քանի դեռ իրենք չեն որոշել։ Նիկոլ Փաշինյանն ու Ավինյան Տիգրանը եւ մյուսները այս գեղցու աստիճանակարգով ապրող մարդիկ են։ Բայց այո, ժողովուրդը զզված նախքին ոչ մի բաներից, ովքեր իրենց համայնքի ծովից են խոսել եւ սեփական լճակը հոսել, էլի ընտրելու է Նիկոլ Փաշինյանին։ Այս մեկն էլ է այդպես լինելու։ Ուզեք ձեզ թութկից տարապողի պես ճղեք, ուզեք չճղեք։
ավելի ծանր երևույթ ունենք։ Սրանցից որևէ մեկը չկանգնեց տղամարդու պես ներողություն խնդրի ժողովրդից իրենց սխալ պահվածքի համար։ Չեն էլ կանգնելու։ Տես այդ Գեգամ Մանուկյանն ինչ էր։ Էսի զզվելի եք տվեք։ Քոչարյան Ռոբերտը վարչապետած։ Դե լավ, հա, Քոչարյան Ռոբերտը այս երկիրը թալանեց, կեղծեց, պղծեց տարիներ շարունակ։ Դուք ձեզ հա դարից ավել, չգիտեմ, պարավ կուսակցություն եք զգում։ Մի ծտի խելք չունեք։ Այդ կուսակցությունը ձեր պղծում եք։ Դուք ով եք։ Ով եք։ Իդեպ էլի գամ Իսրայելի գեներալին Տաշիր Սամոյի հարևանությամբ։ Գիտեք ինչ է դա նշանակում, այդ գեներալի երևակվելը։ Մի բան, Տաշիր Սամոյի միլիարդները հենց այնպես չեն աշխատվել։ Հենց այնպես չեն աշխատվել։ Մնացած հետևությունները թողում եմ մնացածին։ Նոյ աղբոր մասին էլ ասելիք չունեմ։ Ես մեկ անգամ եւ բազմիցս կրկնել եմ ու կկրկնեմ։ Աստծու անունով բիզնես անելը սրբապղծություն է, պարոն Գագիկ Ծառուկյան։ Կարդացեք պատվիրանները եւ կտեսնեք, որ Աստված ասում է, որ ինձ կուրք չսարքեք։ Դուք կուրք եք սարքում, փորձում եք կուրք սարքել, որպեսզի փող աշխատեք։ Հիմա էլ ընտրություններին մասնակցեք 60 ցիցարած Քրիստոսի արցանի։ Շատ վատ է։ Շատ վատ է։ Գնացեք հանգստացեք, էլի ձեր տներում նստեք, էլի։ Չեք տվել, չեք կարողանում ստանալ այս ժողովրդից։ Հերն անիծել եք, տակը բան չեք թողել։ Այնքան որ կրտիչ Նիկոլ Փաշինյանը ղրթ-ղրթալով եթերում ով էր տեսել նման բան, ուտում է եւ հայտարարում Սիբեխի սեզոնը բացել եմ, ապե ձեզ էլ ասում է արա դե ձեր շնորհիվ է Ծառուկյաններ, Սամվել Կարապետյաններ, դու Քոչարյան Ռոբերտը ավելի գեղցի է, բան չեմ ասում, այդ դաշնակ պարագլուխներ, դուք այնքան տղա չէիք, որ այս հասարակությունը սա ունեցավ։ Դուք այնքան պղծեցիք մեր ժողովրդի ձեռքբերումներն ու ունեցածը, դուք այնքան պապազեցիք ամեն սրբության վրա, որ այսօր մենք դա ունենք եւ դեռ ունենալու ենք։ Ասպարեզը այնքան մարդ չեղաք, այնքան ազնիվ չեղաք, այնքան հալալ կաթնակեր չեղաք, որ ասպարեզը չթողեցիք, որ ներողություն չխնդրեցիք, որ ձեր տարածը հետ չբերեցիք, ասեիք լավ, ես ինչ բան ենք կերել արա, ես ինչ արենք, չէ։ Հիմա էլ ասպարեզում շարունակում եք պղծելու գործընթացը։ Դրա համար ասպարեզը ինչպես Ջիվանին է ասում, համբակներին է մնացել։ Բայց խելոք մարդիկ կդիմանան ու կհամբերեն։ Հայ ժողովուրդը իր մտածող մարդկանցով իր ասելիքը կասի, երբ կգա դրա ժամանակը։ Եվ ըստ այդմ ամեն ինչ լավ է լինելու։